մենակ, հետո պարոն Ռուբինյանը իր եզրափակիչը եւ իր ելույթը ու ավարտենք։ Կարող ենք այդպես պայմանավորել։ Այսինքն տեղերով փոխենք, որպեսզի ինքն իր եզրափակիչ ելույթը միացնի։ Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, այսօր շատ կարևոր օր է մեր պետության համար։ Մենք աստիճանաբար սովորում ենք եւ նոր ենք հասկանում, թե ինչ է պետությունը եւ պետությունը ինչ պետք է ունենա, ինչ պետք է անի, այնպես որ այսօր մենք մի բաց ենք լրացնում, մենք ունենք օրեր, նույնիսկ մի քանի, երբ որ մենք հարգում ենք երկրաշարժի զոհերի հիշատակը, տարբեր ցեղասպանությունների հիշատակը, բայց քանի որ մենք պետություն չենք ունեցել, հարյուրամյակներ, մենք չունենք ու չէինք էլ զարմանում, թե ինչի մենք օր չունենք, որ այդ օրը խոնարհվենք մեր 4500 տարվա պատմության ընթացքում Հայաստանի համար զոհված զինվորների այն տղերքի, որոնք այդ պահին եղել են 18 տարեկան, 20 տարեկան, 30 տարեկան, բայց իրենց ամենաթանկը երկրային կյանքը նվիրել են այս երկրին, այս ժողովրդին։ Մենք պետք է սովորենք մշտական շնորհակալություն հայտնենք այս տղաներին, այս հերոսներին եւ մենք պետք է այս օրը, խոնարհման օրը սովորենք ճիշտ նշել նաեւ դպրոցներում, ուսումնական բարձրագույն հաստատություններում։ Ես մտածում եմ, որ այս օրը լինելով ոչ աշխատանքային, ինքը ունենալու է նախորդ օր, հաջորդ օր եւ մենք պետք է նաեւ գիտության, կրթության նախարարության հետ, չգիտեմ, համայնքների, համապատասխան բաժինների հետ մշակենք այդ օրերի իմաստավորման ճիշտ կրթական ծրագիր, որ կարողանան դպրոցում հիշել սրանից ոչ միայն 5 տարի առաջ տեղի ունեցած հերոսամարտը 20-30 տարի առաջ, այլ 1000 տարի առաջ, ի վերջո այդ 1000 տարի առաջ կռված զոհված տղերքն էլ իրենց տանիքների զավակներ են եղել, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։ Շնորհակալություն պարոն Ռուբինյանին այս նախաձեռնության համար եւ ես կարծում եմ, որ մենք սա կդարձնենք համապետական ու միասնական նշվող օր եւ հուսով եմ, որ պարոն Մինասյանն էլ իր ելույթում կհաստատի, որ իրենք կողմ են քվեարկում, որովհետեւ ես չեմ պատկերացնում ինչ հիմնավորմամբ պետք է դեմ քվեարկել այս օրվան։ Շնորհակալություն։